հետ այսօր Գեղամ Մանուկյանն է, ազգային ժողովի պատգամավոր Հայաստան դաշինքի, պատգամավորները ընդդիմադիր կարողանում են որոշ դեպքերում ոչ միշտ այցելել քաղբանտարկյալներին, ընդհանրապես քրեակատարողական հիմնարկներ եւ կարևոր տեղեկություններ են ունենում մեր համար, բայց ես մի հատ հարցից սկսեմ, գուցե պրովոկացիոն, հա? Պրովոկացիոն հարց։ Իսկ ես հիշում եմ, մինչև 18 թվական նաեւ իշխանական պատգամավորներն էին այցելում, այդ թվում ինչ որ քաղաքական գործիչների թեմաներով եւ այլն բանտերում եղած մարդկանց, այդ ինչ որ տես բան լինում էր։ Հա, լավ հարց էր, իշխանականները հիմա այցելում են։ Իշխանականները ընդհանրապես այցելում են քրեակատարողական հիմնարկներ։ Դե եթե Հովիկ Աղազարյանին համարեք իշխանական, Միքայել Սրբազանին ու Բագրատ Սրբազանին կարծում այցելել է։ Չէ, բայց մի բան լավ, որ անցյալ գնացիք, մեկ մեր Լիլիթ Գալստյանն ասում պորտկում է, ասում 2008-ի մարտի 1-ից հետո պայմանական ասեմ, էլի, մեզ դիտում էին այս կողմ, բայց նույն Լիլիթը, որ ազգային ժողովի պատգամավոր էր, բազմաթիվ այդ օրերին ձերբակալված, այսօր ՔՊ-ի կարկառուն դեմքեր, օրինակ նույն Սասուն Միքայելյան, մյուսներին, նույն այսօր ՔՊ կարկառուն դեմքեր, որ բանտում են եղել, այդ ժամանակ էլ այցելել պարբերաբար։ Իրականում ձեզ այստեղ երեք եմ Վազգյանին Նարեկին տեսել, իրականում նախորդ հյուրի հետ, Ռաֆայելի հետ հյուրի հետ զրույցի շարունակությունն ասեմ, օրերս Վարդան Ղուկասյանի դատական նիստին առիթ ունեցել եմ դատարանի դահլիճում դրա մասին նաև խոսել։ Տեսեք, քրեական օրենսգրքով կան պատժի տարբեր տեսակներ, այսինքն կալանքի ժամանակ, օրինակ Պատժի թե խափանման միջոցի։ Խափանման միջոցի այդ նախնական։ Հիմա դատական համակարգում մտել է պատժի եւս մեկ տեսակ։ Դա կոչվում է տեսակցությունների վրա արգելքը։ Այո, համաձայն եմ։ Որովհետեւ տեսեք ինչ է, իրականում տեսակցությունների վրա արգելք դատարանը հատուկ սահմանում է ըստ տրամաբանության, ըստ քրեադատավարական օրենսգրքի սահմանում է այն դեպքերում, որ անազատության մեջ գտնվող մարդը սահմանափակվի հնարավորություններում ազդել իր նախաքննության ընթացքի վրա։ Պայմանական Վազգենի եւ Նարեկի դեպքով ասեմ, որը դատարանում վերջին նիստին իրենց կալանքի հարցով ասում են լավ վկայի վրա մենք չենք կարող ազդել, որովհետեւ վկա որպես այդպեսին չկա, պայմանական։ Ինչ եղել է էկրանի վրա։ Եվ վկա էլ որպես ու մասի որ ասում են, ինքը ասում է ես չեմ տեսել այդ հաղորդումները։ Բայց վկայի վրա ազդելու ազդեցությունը բացառելու համար դատարանը տեսակցությունների վրա արգելք է սահմանում։ Բայց քանի որ այդպիսի գործողություններ էլ չկար, տեսակցությունների արգելքը խիստ սահմանափակ է կիրառվել ընդհանրապես։ Վերջին տարիներին տեսակցությունների արգելքը այլևս դարձել է պատժի տեսակ երկու պատճառով։ Մեկ քաղաքական իշխանությունը եւ քաղաքական իշխանության կողմից դատարանների վրա հանձնարարություն տվողները տեսել են, որ անցնող 4 տարիների, 5 տարիների ընթացքում քաղաքական հետապնդումների ժամանակ, երբ որ տասնյակներով մարդիկ են հայտնվել բանտերում, եւ ես վստահեցնում եմ, միշտ չէ որ այդ մարդկանց մեծ մասը եղել է քաղաքականացված կուսակցությունների անդամներ, նույն Սրբազան պայքարի օրերին, հունիսի 12-ի դեպքերից հետո այդ ահավոր մարդկային ցավեր, առաջին օրը ձերբակալություններից հետո լավ հիշում եմ, մեր Զենֆիրա Միրզոյևը Հայաստան խմբակցության պատգամավոր հետ են գնացել, նաև Զենֆիրան հատուկ երեկեր, որտեղ ձերբակալվածներից մեկը ազգության պասորի էր Արարատի մարզի, պարզ մարդիկ, քաղաքացիներ, կար տղա, որը ուղղակի այդ օրն ասում տրանսպորտ չէր աշխատում, Բաղրամյան փողոցով անցնում է, Ծիրարների այգու մոտ որ տեսա ոստիկանները խփում են բան, փորձեցի օգնեմ բռնել, 2 ամսվա կալանք էին տվել։ Եվ երբ որ իշխանությունը նկատում է, որ չէ, այս մարդկանց հետևից падգամավորները որ գնում են նաև հոգեբանական աջակցություն է, արի կողոստեն տեսակցությունների արգելք։ Եվ տասնյակներով, հարյուրներով տեսակցությունների արգելքը սահմանում են, որպեսի մարդուն շատ ավելի տանջեն բանտում, քան թե դա նախաքննության ընթացքի վրա։ Այս գոնե տեսականորեն ազգային ժողովի падգամավորի կարգավիճակը վարչապետի կարգավիճակին չպետք է զիջի։ Այդտեղ օրենքի պարլամենտական հարաբերություն վերջերս ազգային ժողովում էլ հայտարարել եմ,
հանդես եմ եկել օրենսդրական նախաձեռնությամբ, շուտով կդրվի շրջանառության մեջ, ԿՊ-ի պատգամավորներին էլ ասեմ կողմքը վերկեք, վաղը ձեզ է պետք գալու։ Հիմա նույն Նարեկի եւ Վազգենի վրա տեսակցությունների արգելք կա։ Եվ օրինակ Վազգենինը դեռ ակտուալ է, մինչև այս դատը։ Հա։ Եվ այստեղ մի հատ ուրիշ զավեշտ կա։ Օրինակ դեկտեմբեր 31-ին Խաչիկին Գալստյան հայրենիք կուսակցությունից որ դերփակալել են առողջ գնացել եմ մարդկարարին վատել ես գմտել ես նույն Արմավիր քրեակատարողական հիմնարկ Խաչիկին կարողանում ես տեսնել, Վազգենին Նարեկին չես կարողանում տեսնել։ Այստեղ մի ուրիշ խայտարակություն կա։ Խաչիկին հանդիպել եմ բան, ոստիկաններին ասում եմ, որ խնդրում եմ Արամ Քոչարյանը, որը Էջմիածնից է եւ Խաչիկի հետ ձերբակալել են, ասում Արամ Քոչարյանին էլ եմ ուզում հանդիպեմ։ Բարդ մարդ Վաղարշապատում շատ հայտնի հարգված մարդ։ Արամ Քոչարյանին բերում են վերջի պահին ծառայողները արձանագրում են, որ իր վրա օրինակ դատարանը դրել է տեսակցությունների արգելք եւ մինչեւ հիմա այսինքն կա ըստ էության քաղաքական գործով կալանավորված եւս մի մարդ, ում անունը մենք չենք էլ ոչ միայն Արամ Քոչարյան, եւս մի հոգի կա, որ 3 պատահաբար եմ այսօր պատահաբար եմ բարձել եւ հենց մի քիչ առաջ ձեր զրույցի շարունակություն։ Հիմա կա այստեղ մի զավեշտ։ Վազգենյա եւ Նարեկի վրա տեսակցությունների արգելք կար։ Անցնող օրը, այսինքն արդեն 9 օր առաջ տեղի ունեցավ դատավճիռը, որը այլանդակություններ է, այսինքն գիտեք դատարանի դահլիճում է քիչ դեպք ա եղել, որ այդերի քաղաքական գործերով ներկաները, փաստաբանները շատ վստահ լինեն, որ անհնար է մաքսիմում տնային կալանքա տալ։ Նույնիսկ ոչ դատաքննության մասնակից փաստաբաններ կային, Բաքվում էին դատարանի, անհնար է տնային կալանքա, այսինքն այնքան էր հստակ փաստարկները։ Նարեկի դեպքում նույնիսկ վերաքննիչ դատարանի որոշումներ կար, որ այսինքն լավ ինչը պետք է լիներ էլի, այսինքն խելագարության աստիճանի պետք է դատավոր իրեն բայր ու առանց աչքերը թարթելու այդ որտեղ շախ մի անգամ է Նարեկը հիշում եմ չհասցրեց էր նստեր տեղը իր խոսքից հետո մի անգամից առանց վարկյան մտածելու կան դատավորներ որ խունջիկ են գալիս բայ 3 րոպե մտածեմ մի հատ խորհրդակցական սենյակ մտեմ չէ մի անգամից առանց աչքերը թարթելու 3 ամիս կալանք չասեց մի հատ WhatsApp-ս բացեմ նայեմ դրանց WhatsApp-ը չգիտեմ էլ արդեն ինչ կապի միջոցով են բայց որ դուրս եկա արդեն տառապակս փորձ ունի մեկ էլ ասում տղեկ մի րոպե էլ տեսակցությունների վրա արկել կարծես չդնես Արսենին եմ բաբայան գրում Արսեն կա դեռ հստակ չէ այստեղ կա մի կարևոր բան այդ պահին կարևորը շեֆի անձնարարությունը որ կատարում է կալանքը տալիս է եթե տեսակցությունների արկելքի մասին չի հրապարակում չի հայտարարում այլևս այդ տեսակցությունների արկելքի սահմանափակումը դուրս է գալիս Արդեն 2 տարի առաջ Արմեն Աշոտյանի դեպքով եղավ։ Արմենին երկար ժամանակ պահում են տեսակցությունների արգելքով, հետո մոռացել էին ասեին արգելք տեսակցությունների վրա ու դրա համար տեսակցությունների հնարավորություն կար։ Նույնը վերաբերում է Վազգենի եւ Նարեկին։ Հիմա արդեն տեսակցությունների արգելք տեսակցությունները կան, հիմա արդեն տեսակցությունները կան։ Մենք հանդիպում ենք։ Պետք է գնալ հանդիպել։ Գնում հանդիպում։ Բայց սահմանափակում կա, չէ՞, քանակներին դե։ Չէ, այդտեղ падգամավորն Հա, падգամավորների համար գիտեք, այս տաղավարում շատ հաճախ քաղաքական վեճեր եմ ունեցել։ Այն օրը միջկուսակցական մեր հանդիպումներից մեկն էր Իշխանետ ենք Սաղաթելյան։ Իշխանը ասում է, լսեք, ասում է, մեր մանդատը падգամավորի իրականում ամենաշատը, որը գործածում է անազատության վայրեր այցելելու մեջ։ Եվ որպես նախկին բանտարկել եմ ասում եմ շատ տարիներ առաջ, այսինքն ինքը հոգեբանական բան է, նաև քաղաքական բան է, որովհետև ի վերջո եւ անազատության վայրերի ծառայողներ, որ շատ հաճախ շատ մեծ համասամբ շատ մարդկային նորմալ վերաբերմունք են դրսևորում օրենքի շրջանակներում, բայց ինքը զսպիչ նաև գործոն է։ Իսկ ձեր վերջին տեսակցությունից մի երկու բառ կփոխանցեք։ Երեք չեք տեսել։ Վազգենը դե բնականաբար գիտեր։ Չէ, երեք եմ տեսել։ Նարեկը այդպես միջանցքում Ռուբենի հետ էին դուրս են գալիս, հետո Նարեկին նաև բժշկական ստուգումների հարցեր, բայց կանկեղծ ասեմ, կների Նարեկի ընտանիքը, որ մի քիչ ավելի ոչ մարդկային ասեմ, այսինքն իրան ճանաչելով, այսինքն
անձեն աչքով էր երևում, առողջական իմ համար լուրջ անհանգստացնող խնդիր է, այսինքն ես ինքս հացադուլ անցկացրած մարդ եմ եւ հասկանում եմ հատկապես այդ քրիտիկական շրջանը, բայց այսինքն սահմանափակվում եմ փաստաբանի ասածով, որտեղ իրավունք չունեմ անձնական տվյալներն առողջության հետ կապված, բայց գիտեք, մի բան կարող է թվալ, որ փաստաբանի գործն է, փաստաբանը պետք է ասի վայ վտանգ կա բան, բայց չէ, իրականում լուրջ խնդիր կա, Երեք Ռուբենի հետ խոսել եմ նաև, որովհետև այստեղ կա մի հատ մեծ անմարդկային, մի հատ մեծ մամլիչ ուժ։ Իրականում ինքը արդարադատության առումով լավ փոփոխություններ տարիներ առաջ տեղի ունեցած ոնց էր առաջ բժշկական հաստատությունները սանչաստ կոչվածը բանտերում ենթարկվում էր բանտային ադմինիստրացիային, այսինքն ինքը բանտի հետ մեկ ամբողջություն էր եւ այդ ենթարկվածությունը պատճառ էր դառնում, որ առավել մատերի արանքով նայեն կալանավորվածների առողջական հարցերի եւ այլն, եւ դրա համար ԵԽՎ-ի կարծեմ առաջարկներից մեկն էր բժշկական ծառայությունը քրեակատարողական հիմնարկի ենթակայությունից դուրս է եկել եւ ակնկալիքն էր, որ շատ ավելի մարդկային վերաբերմունք լինի։ Բայց ցավոք սրտի շատ հաճախ հանդիպում ենք այդ նույն կարծրացած տեսակետներին եւ եթե մենք պատկերացնում ենք Հիպոկրատի երթում տված բժիշկներ, ապա պատկերացնում ենք սրտացավ մարդու առողջության, կյանքի համար սրտացավ մարդկանց, բայց ցավոք սրտի իրականությունը շատ ավելի շատ է, այսինքն հիմա նույն Նարեկի դեպքում Հիպոկրատյան 4 երթումով իրոք ազնիվ բժշկի դեպքում ես կարծում եմ, որ քրեակատարողական հիմնարկի ծառայությանը թևաթափ պետք է աներ, որ օր առաջ Նարեկը տեղափոխվեր հիվանդանոց, որը այդպես չէ ցավոք սրտի եւ այսօր մեր Գառնիկի հետ էի խոսում դառել, որտեղ այդ թեմայով Գառնիկը կոկորտն է պատրում արդեն ամիսներ շարունակ, ոչ միայն քաղաքական հետապնդման ենթարկվողները, այլ ընդհանրապես կալանավորները, որտեղ բազմաթիվ ողբերգական դեպքեր են եղել, կարծում եմ, որ Գառնիկը շատ արագ այդ միջամտությունները Դե մենք քաղաքականների մասին ենք խոսում, Մհեր Եղիազարյանից էլ էինք խոսում, հա, 19 թվին, որ հացադուլից հետո մահացավ, բայց նաև լսել եմ դեպքեր կան բաների, то есть ասենք հենց քրեական գործերով անցնողների, էլ ինչ որ դեպքեր եղել էին։ Եթե ճիշտ եմ ինքը շատ լուրջ թեմա է իրականում անազատության վայրերում առողջապահության հետ կապված։ Շատ լուրջ։ Դե փաստ ունենք Սամվել Կարապետյանի դեպքը, Վարդան Ղուկասյանի դեպքը, այս օրերի հարց է, էլի վերջին օրերի։ Գիտեք, բանա, այսինքն նույն օրինակ Միքայել Սրբազանի հետ կապված, այսինքն ինքը չարկած ձայնել չէր անում, եթե շատ մեծ չլներ, այսինքն նույն օրերին օրինակ Բաքրատ Սրբազանը գրեթե մի ամբողջ ամիս ոտքը ուղղակի դժվարությամբ էր դնում, բայց դրա մասին չէր էլ խոսում, այսինքն այսպես շատ կարևոր մի թեմա է, այսինքն որ ընդհանրապես անազատության վայրերի բարեփոխումների եւ հատկապես առողջապահական հատվածի բարեփոխման անհրաժեշտություն կա։ Վերջերս այդ թեմայով ազգային ժողովում երբ որ քննարկում էին եղել, Գառնիկ Դանելյանի այդ գորգռոցը, այսինքն սրտից բխած նույն Միքայել Սրբազանի հետ կապված ահազանգից հետո էր, որ մեկ օրվա ընթացքում Սրբազանի տեղափոխեց։ Չէ, այդ օրը Գառնիկը Դանելյան, որ ահազանգել էր Միքայել Սրբազանի առողջական վիճակի մասին, երեկոյան երկուսով գնացել ենք Սրբազանների հետ հանդիպան ենք, այդ ընթացքում Միքայել Սրբազանը բորբոքված էր, որովհետև այդ ահազանգից հետո նախկինում արված դիմումի հիման վրա միանգամից բժիշկը եկել էր, խառնվել էր, վայ, բան սկսել էին անհանգստանալ։ Ասում եմ, մինչև երեխան չի լացվում, կուրս չեն տալիս։ Հիմա պետքա նորից Գառնիկ Դանելյանը գորգորոշանի ազգային ժողովը, որ Նարեկի տանը իհարկե հանրային ճնշումը շատ կարևոր է։ Այդ մարդիկ պետքա իմանան, որ իրան ցանկացած դանդաղկոտություն, ցանկացած ոչ օրինական, ցանկացած ոչ անմարդկային քայլ հանրային պարսավանքի արժանանալու։ Իրանք դառնալու են պատասխանատու։ Մեր հետևորդներից մի քանիսը ասում էին, որ պետք է ինչ-որ բան անեն ազգային ժողովի պատգամավոր, նստադուլ, հացադուլ, չնստացույց, չգիտեմ ինչ գործիքակազմ կա բացի այցելություններից եւ ազգային ժողովի ամբիոնից
անելու հայտարարություններ։ Թող ինձ անձնապես նամակով առաջարկեն, պատրաստ եմ։ Այսինքն լավ դատական իշխերի գնալ առաջարկեն, պատրաստ եմ։ Դուք ինքներդ անցկացրել եք հացադուլ։ Որ տարիներն էին դրանք։ Քանի օր եք անցկացրել։ Մի իմ բանա, մի անգամ ռուս-թուրքական եմ ասում։ Ֆուտբոլային դիվանագիտության դեմ ենք արել, ակցիա էր ինքը իրականում երկարատև հացադուլ չէր, 24 հոգի, 2 օր դաշնակցական ընկերներով արտաքին գործերի նախարարության, բայց 20 թվականի նոյեմբերն էր, 11 օր էր կարծես։ Հա, ճիշտ է, բանի կառավարության դիմաց։ Կառավարության դիմաց։ Իրականում Նարեկը թույլ չտվեց որպես նախկին հացադուլավոր հացադուլը դադարեցնելու մասին խոսեմ, ես էլ ինձ հարկ համարեցի, որ ուրեմն անիմաստ է չխոսել։ Տրամադրությունը հոգեբանությունը շատ լավ է, բայց այսինքն կրկնում եմ, էլի, հիմա նորից եմ ներողություն խնդրում։ Դենք շատ բան կարող է ինքը չզգա, նույնիսկ էյֆորիայի պահը լինի ինչ-որ բան։ Այդ արդեն զգացողության արդյա որ չէ, ոչ թե Իրանից նայողը, ինքը կարող է ինչ-որ տենց էյֆորիայի մեջ էլ ընկնի։ Հա, դա բնականաբար։ Դա Ինքը իրավիճակը ճիշտ Հարկասո Նարեկը ունի այնպեսի փաստաբաններ, որոնք այսպես ասեմ, որոնց համար դա ձևական պարտականություն չի։ Ծանր լռություն։ Շարունակենք թեմաները, որովհետև մենք ունենք եւս մի քանի հարց, որոնք վերաբերում են գնդերեցներին։ Վերջերս լուր ստացանք, իհարկե շատ արագ հերկվեց պետական գաղտնիքի եւ սուտ, այն որ հերքելով հաստատում են, այո, որ ճնշումների էին ենթարկվում գնդերեցները բանակային ստորաբաժանումներում եւ սրա վերաբերյալ ինչ արձագանք ստացանք բանից կարծեմ հերքեցին։ Ճնշումները հստակեցնենք, գուցե մարդկա չգիտի, այսինքն ստիպում են, որ գնան միանան ազանգեր եղան, հակաեկեղեցական այդ արշավին։ Ազանգեր եղան, որ գնդերեցներին շատերը երևի շատ էլ մանրամասն այդ ինստիտուտին ծանոթ չեն։ Տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայություն են մատուցում հոգևորականներ։ Ընդ որում ի սկզբանե գաղափարը, որը եղել է դեռ Վազգեն Սարգսյանի ժամանակվանից, գաղափարը եղել է ուղղակի հոգևորականները զորամասերին կցվում են։ Սերան Օհանյանի պաշտպանության նախարար եղած ժամանակ կարծեմ, Սերան Օհանյանը նախաձեռնել է, որ համարվի դա ծառայություն, պայմանագրային ծառայություն, որ շատ ավելի երկար ժամանակով լինեն զորամասերում եւ շատ ավելի ժամանակ հատկացնեն։ Եվ իրականում պետք է ասեմ, որ հատկապես մեր զինված ուժերում հոգեբանական տարբեր շրջաններում այդ շատ են, չէ՞, հիմա իշխանավորներն ասում են քրեական ենթամշակույթը պետքա զինված ուժերից դուրս գա բան, իրականում այդ մտահոգությունները շատ վաղուց են եղել եւ երկար տարիների աշխատանք ծավալվել է եւ գնդերեցները մեծ դեր են խաղում։ Մի կարևոր բան։ Հիմա քիչ են խոսում դրա մասին։ Այդ գնդերեցների մեծ մասը 44 օրյա պատերազմում եղել են զինվորի կողքին։ Եղել են զենքը ձեռքին, նաեւ 4 օրյա պատերազմ։ Եղել են զենքը ձեռքին, այդ գնդերեցներից անետ կորած կա, այդ գնդերեցներից զոհ կա, այդ գնդերեցները տեսել են ամբողջ պատերազմը եւ այդ պատերազմի միջով անցել են։ Ու այն բոլոր ստրկամիտերը, սպա, որ ափսոս է ասել սպա, բարձրաստիճան սպա կամ պաշտոնյա, որը կմտածի, որ այդ գնդերեցներին կարելի է սպառնալիքով ճնշել, չարաչար սխալվում են, իրենք թուրք են տեսել ճշտամի իրենց դեմ, որ մնա ծառայամիտ Նիկոլի հանձնարարություն կատարողներից վախենան։ Բայց այդ ահազանգը կար, այդ ահազանգի հետևից բնականաբար դայմ հոգևորականները ահազանգեցին, փորձեց պաշտպանության նախարարությունը հերքել, բայց դրան հաջորդեց նաև մեկ այլ ահազանգ արդեն Սյունիքից հատուկ բանակային կորպուսից տեղեկություններ կան, հիմա փորձում եմ այդ ամեն ինչը ճշտել, բայց պետք է ասեմ, որ այդ թեմայով դեռ հիմա փակ չի, գաղտնի բան չի, դեռ ամիսներ առաջ էր բյուջեի ժամանակ պաշտպանության նախարարին եմ ասում, լսի, դու ղեկավարում ես ամբողջ Հայաստանի զինված ուժերը, տասնյակ հազարավոր մարդիկ են, հայ առաքելական եկեղեցու հետևորդ հազարավոր մարդիկ են,
դու ունես քո ենթակայության տակ տասնյակ գնդերեսների, հոգևորականների, որոնք ձեռնադրվել են ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II վեհափառի կողմից եւ իրանք հավատարիմ զավակներն են Գարեգին II վեհափառի եւ դու այդ ամենամեծ կառույցի որպես ղեկավար, որպես պաշտպանության նախարար, ինչ կորդ ունես Նիկոլի հետ գնում ես պատարակ շոուներին։ Ինչ կորդ ունես, ասում մի կողմ դու այդ ամեն ինչից մի կողմ պետք է լինես։ Իհարկե Ինչ ասեց։ Դե Նիկոլ Փաշինյանական տերմինոլոգիան բոլորի համար պարտադիր է։ Այն էլ անդիմադիրների հետ շփվելիս։ Ես մի հատ բան ավելացնեմ գնդերեցների մասով։ Ժամանակին փորձեցին նաև հոգեբանների ինչ որ Ես դες ասեմ, ներողություն եմ խնդրում, ես դες ասեմ, ես սա տիտերնակներն է։ Սա տիտերնակներն է եւ լուրջ անհանգստություններ կար եւ առաջին օրը չի, որ մեծ բախ կա, որ սպառնալիք է գնդերեցների ինստիտուտը ընդհանրապես Հայաստանում։ Եվ այստեղ դրա մասին հրապարակային եմ ասել, Հայաստանի զինված ուժերի հոգևոր ծառայությունը, եթե չեմ սխալվում, արդեն 29 տարեկան է, եւ տարիներ առաջ մի գեղեցիկ նաեւ նախաձեռնություն եղավ, Քանաքեռի Սուրբ Պարզապատի եկեղեցին փոխանցվեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերին։ Մեր Քանաքեռը այդ առումով սարսափելի հարուստ է իրականում Սուրբ Հակոբ եկեղեցին է եւ չկա պատարակ, որ օրինակ մոտակա զորամասերի պարտադիր զինծառայողներ նաեւ չլինեն եկեղեցում եւ շատ հաճախ այդ արարողություններին մասնակցել են տարբեր ժամանակների պաշտպանության նախարարները, գլխավոր շտաբի պետեր, ընդհանուր մինչև Դավիթ Տոնոյան, եթե չեմ սխալվում։ Բայց որքան ես եմ տեղյակ, Սուրեն Պապիկյանը իր նախարար եղած ժամանակ որևէ անգամ չի գնացել եւ երբ որ մատուցում էր պատարակ զինված ուժերի հոգևոր ծառայության կազմավորման 28-ամյակին, այդ օրն էր կարծեմ, էլի ահազանգեց հրապարակային, որ պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպաներից որևէ մեկը ներկա չէր։ Դե մենք հստակ տեսանք, նույնիսկ մարդիկ բաց ասեցին, որ իրանց եկեղեցին ու ընդհանրապես ծեսերը բաները հետաքրքրում են միայն Նիկոլի հրահանգով։ Հրահանգ չկա, իրանց գործերով են։ Հիմա ոնց որ տվայտանքի մեջ են ընկել այդ շրջիկ բանը թափառախմբից բացի բոլոր պաշտոնյաները, որ մտածում են առավոտը լավ ուր են գնալու, այնտեղ տեղեկություն կա, որ չարեն ցավարում ոնց որ թե, բայց Նիկոլը դեռ բան չի ասել, քանից նա արդեն ժամը 1-ն է գիշերը, առավոտը ուր են գնալու։ Ու այստեղ ասեմ տոնուսի մեջ է պահում իր անձնակազմին, էլի։ Այստեղ ասեմ մյուս երեսը կա։ Հələ պատկերացեք գիշերվա 1-ն է, հազարավոր ոստիկաններ, աղատրականներ հիմա տունը նստած են, քնած են կամ Չէ, իստում ալ ավել պատրաստած։ Չէ, չգիտեն ուր են գնալու, դա ամբողջ հարցը։ Հաստատ չգիտեն։ Հա, վստահ է, որտեվ այդ իրանց մեջ բան է։ Մի ժամվա մեջ, մի վայրկյանի մեջ պետքա շարված բան է։ Այդ գնդերեցների ինստիտուտի մասին մի հատ էլ բան ասեմ, որպես թե ժամանակին շատ է այդ թեմաներում խորացած, նու հիմա էլ, բայց հիմա ոչ այդքան հետևողական, ժամանակին բանակում փորձեցին նաև ներդնել բանի ինստիտուտ, զինվորական հոգեբանների ինստիտուտ, ու 1, 2, 3 տարի հետո պարզվեց, որ գնդերեցները շատ ավելի արդյունավետ հոգեբան են ու հոգեբանական խնդիրներին, հոգեբանական աջակցություն են ցույց տալի զինծառայողներին, մի խոսքով ըստ էության այդ հոգեբանական ծառայությունը, ինչքանով ես եմ տեղյակ, տենց է չկայացավ, իսկ գնդերեցները շատ հստակ աշխատում էին ու շարունակում են աշխատել։ Եվ ես դա եւ ծառայողներից եմ լսել, եւ սպաներից եմ լսել։ Իրականում, այո, շատ կարևոր ինստիտուտ է, բայց կրկնում եմ, այն փոփոխությունները, որ անում են բանակում, այդ փոփոխությունների անվան տակ չի բացառունակ նույն սերժանտական համակարգի ներդրումը, որ կատարվում է հիմա բանակում, իհարկե դեռ վերին ստորաբաժանումները, ստորին ստորաբաժանումները չի իջել, բայց չի բացառում ստորին ստորաբաժանումները սերժանտականի ներդրումից հետո ասեն դե սերժանտը արդեն ամեն ինչ է, համել գնդերեց է։ Համել գնդերեց է, իրանց համար ինչ տարբերություն հիմա Նիկոլի սրբա պատկերով, դատարանի որոշման թեմի առաջնորդ կնշանակեն, կհանեն, կդնեն,
մի հատ գնդերից։ Ու իրականում այդ սերժանտական համակարգը ինչքանից հիշում եմ ներդնում են, անընդհատ այդ խոսակցությունը կա պրոֆեսիոնալ սերժանտական եւ այլն, ամեն անգամ ինչ որ բաներ են փորձում, հələ որ ոնց իրականում հիմա շատ ավելի լրջորեն է այդ աշխատանք իրականացում, բայց ունենալով ին վերապահումները, որովհետեւ այդ ամեն անգամ նորություն բերելու, ամեն անգամ հինը բացառելու, բայց ասում եմ հնում էլ ես դա հիշում եմ հələ Սեյրան Օհանյանի օրոք նույն Դավիթ Տոնոյանը որ տեղակալ էր դրա մասին խոսում էր, ավելի ուրիշ պրիզմայով են նայում, փորձում են նատոյական տիպի սերժանտական համակարգ, բայց իդեպ դրա նպատակը ընդ որում դա նատոյի փաստաթղթերում բաց գրած է, այդ սերժանտական համակարգի ուժեղացումը, դա սպայական ոնց որ ուղղահայացին զուգահեռ ստեղծել մի հատ տենց մի քիչ ավելի թույլ, բայց եւս մի հատ բան, նաեւ որպես մրցակցություն։ Այդ առումով բազմաթիվ անգամ բարձրաձայնումներից հետո նաեւ պաշտպանության մեր հանձնաժողովում աշխատանքային քննարկում ունեցել գլխավոր շտաբի պետ տեղակալ գեներալ Երոյանը կա, որ այդ ամբողջ ծրագրի պատասխանատուն է, շատ մանրամասն երկար քննարկումներ նաեւ դիտողություններ են ունեցել։ Բայց այդ ամեն ինչը հինը մոռացվելու, հինը բացառելու է առաջ ոչ մի բան չի եղել։ Այսօր աչքովս ընկա, որ պաշտպանության նախարարությունը նշել է հատուկ նշանակության ստորաբաժանման ձևավորման 2 տարի։ Լուրջ։ Հա։ Ինքը որպես այդ ձևը ստորաբաժանում այդ անունով իրոք 2 տարի է, բայց այդ հայկական բանակի սպեցնազն է։ Ու եկել արձանագրեցի լավ ինչքան կարելի է էլի ամեն ինչը ուրանալ։ Բայց ասեմ սա առաջի դեպքը չի կամ երկրորդ։ Տարիներ, շատ տարիներ առաջ էր, ասեմ մի 10 քանի տարի առաջ էր, շաբաթ օր էր, նշվում էր Հայաստանի զինված ուժերի ռազմական հետախուզության օրը, հետախուզի օրը։ Ես երկիր մեդիայում չէ, վերջի պահին եկա, արդեն լուրերը պատրաստ են։ Մեկ էլ տեսնում եմ ամբողջ նյութը, որը պատրաստել են ռեպորտաժը այդ օրվա միջոցառումներից, ովքեր են եղել հիմնադիրները, չկային։ Բասենցի Ազոյան, գեներալ։ Լրագրողը կանչում ասում, Ազոյանի մասին խոսել են, ասում չէ, հաղորդավարական տեքստով հատուկ ասաց, որ անպայման պետք է հիշատակել, որովհետև չի կարելի ուրանալ այն բոլոր մարդկանց, այն բոլոր արածները, այն բոլոր նաև նահատակների նույն հատուկ նշանակության ստորաբաժանման, որոնց գործողությունները լեգենդար էջեր կան այս ամբողջ մեր զինված ուժերի պատմության մեջ։ Հիմա շատ բաներ մոռանում են, դրանք սովոր են ամեն ինչ։ Դա ընդհանրապես այդ մոռանալը պատահական չի, դա հատուկ ուղղորդված դիտավորյալ գործողությունների շարք է, դա քաղաքականություն է։ Այսինքն իրանք ինչ են անում, կոլեկտիվ հիշողության դաշտում իրանց լրիվ պատկերն են պատմության ստեղծում, օրակարգերի դաշտում իրանց բանն են ձևավորում ու այսօր ինչ էինք խոսում, հա, այսօրվա 20-22 տարեկանները արդեն 8 տարի է սրա մեջ են, այսինքն իրանք իրանց քիչ թե շատ գիտակից տարիքում իրանք նիկոլական նարատիվներ են մարսել, յուրացրել, հա, դասագրքերում, եւ սա ունենալու հետևանքներ անգամ հնարավոր իշխանափոխությունից հետո միևնույն է այդ հետևանքները մենք տեսնելու ենք տարիներ շարունակ։ Ու եթե իրանց ընտանիքը ինչ որ խիստ ընդդիմադիր չի, ինչ որտեղ պատմվել է այդ սա հիշվել է եւ այլն, իրանց պատկերացումով 30 տարի Հայաստանում բան չի եղել, հետո երկնքից իջել ոնց էր մի հատ ապուշ ոտանավոր կար է Իջևանից եկած ինչ որ երկնքից իջած եսիմի ինչ բարեբախտաբար ապուշ ոտանավորները չեն քիչ դե տենց գիրք էր գրվել չէ՞ Նիկոլի մասին այդ ոնց որ մի քիչ թեմայից առաջ եմ մգնում չէ ասեմ ինչի առաջ եմ մգնում որտեղ առաջիկայում մի թեմայի է ուզում անդրադառնալ այդ հիշողության ջնջելը իրականում նայեք տարիներ շարունակ կամ տասնամյակներ շարունակ հայ ժողովուրդ հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի հետ պայքարի կամ թուրք պատմագրության այդ պայքարի հարցում հիմնական վեճերից մեկը եղել է որ ձեր արխիվները բացեք միշտ քննադատվել է նույնիսկ բարձր միջազգային մակարդակները որ թուրքերը իրենց արխիվները ոչնչացնում են որոշ բաներ հիմա
Այն օրը բռնեցին մտքի վրա, որ նույնը կատարվում է Հայաստանում։ Այսինքն ես պատգամավոր եմ եղել 21 թվականի հունիսի, օգոստոսի սկզբից, երևի սեպտեմբերից կամ նոյեմբերից 21 թվականի Պաշտպանության նախարարության հետ իմ պարբերական թեմաներից մեկը եղել է հետևյալը. աղբեր Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում կար Արցախյան ազատամարտ բաժին, որը ներկայացնում էր նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման պատմությունը։ Ուրա չեք մեղանում ենք, գիտեք, սայթը կախեց, սայթը չգիտեմ ինչ արեց, փորձում ենք վերականգնել։ Այս տրցակով կարող եմ նամակագրություն անել։ Նույնը ԱԳՆ-ի կա։ Նույնը արտաքին գործերի նախարարություն, նույնը նախագահի, նույնը դատախազությունում Սումգայիթի ու Բաքվի ջարդերի բանը։ Այսինքն եթե տասնամյակներով մենք թուրքերին մեղադրել ենք, որ պատմությունը ջնջելու համար ինքն իր արխիվներն է մաքրել, մենք նույնը շատ ավելի ցինիկ արձանագրում ենք Հայաստանի Հանրապետությունում։ Շատ ավելի ցինիկ Հայաստանի Հանրապետությունում ենք արձանագրում։ Այնով էր, որ ասել էր Արցախ, հետո վայ կներեք բան։ Չեմ հիշում, պատգամավորներից էր թե հիշատակել էր, ճիշտ է, չեմ հիշում։ Հա, դες բան եղել է։ Պաշտոնյա էր կարծում։ Հետո հարցրին ասին, հա? Ալեն Սիմոնյանը չէ՞։ Չեմ, ինչևէ, էական չի։ Հա, ջնջում են, ամեն ինչ ջնջում են ու մենք արդեն մոռանում ենք բաներ, որոնք շատ մի ամիս, երկու ամիս առաջ էր Ցեղասպանության հուշարձանի չագերտավոր վերանորոգման խնդիրը, ինչ որ բան արվեց։ Ես ասեմ Ինչ ենք անելու, եթե մեզ չթողեցին մտնենք ապրիլի 24-ին։ Չէ, թողեն մտնել, բայց կրծած ինչ-որ բան է։ Հարգելի Նիկա, նայեք, ես չեմ սիրում ընդհանրապես, ասեմ, ոչ փաստական թեմաների մասին խոսել, բայց հիշողության ջնջելու հետ կապված։ Մի քանի օր առաջ տաքսիով տուն եմ բարձրանում, քանակերը ընդհանրապես միշտ ծայրամաս ա եղել, այս տարի թաղապետը համայնքի ղեկավարը որոշել է ինչ-որ փողոցը լույս բան, բարձրանում ենք, եկել այս բարորդ ասում, ոյ, ինչ սիրուն ա բան, ասեմ, լսի, ես բան, սիրունը վերջում եզա ցույց կտամ քեզ։ Ու այդ լույսերի շարքը գալիս վերջանում է մեր շենքի մոտ, հենց կենտրոնական Զաքարիա քանակերտը փողոցն է։ Գալիս վերջանում է մեր շենքի մոտ, այդտեղ կանգնեցնում եմ մեքենան, ասում դիմացի պատը նայի, մեծ պատա, հուշապատա, զինվորի հուշապատա։ Կոնկրետ անուն ազգանուն չկա, բայց բոլորը գիտեն, որ մեր Արմենն է, որը զոհվել է 22 թվականի սեպտեմբերի 13-ին ներքին հանդի մարտերում։ 18 տարեկան։ Ասում ես քո տոնածառի զարդարանքները, մեկ էլ էսի քո իրականությունը։ Ու ասում ես տղու մասին ու իր հետ 225 հոգու մասին, որ զոհվել են 22 թվականի սեպտեմբեր 13-14-ին Գեղարքունիքում ներքին հանդում, այս տարի Հայաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական զինուժ ծրագիրը այդ օրը մի բառ չի ասել։ Այդ օրը ոչ մի պաշտոնյա չի ասել փառք այդ տղեկին, որ նահատակվեցին 225 հոգի հայրենիքը պաշտպանելու։ Ասում, քանի կոպեկի արժեք ունի ես քո լույսերը, որ այդ լույս տղու նման բազմաթիվ լույս տղեկի չեն հիշում։ Սա հասկացա։ 21 թվականի նոյեմբերի կռիվների իշխանասարի ոչ մեկ չի հիշում։ Զոհերը ունեցանք, հա։ Եղավ սկզբից այն Սև լճինը, հետո մի հատ է աշնանը ամրապնդեցին իրանց դիրքերը ու դուրս եկան ըստ էության այնպիսի դիրքերի, որից հանգիստ կարող են ճանապարհը գտրեն Սյունիքի։ Եվ դեռ ընդեղ են։ Եվ ընդեղ են, այո։ Այո։ Այն որ ասում է սարի վրա ձյուն է, բա մեզ պետք է եւ այլն, հա, սենց ուրախ բաներ։ Այ դրա վրա ասեմ, էլի կյանք, չեմ ասեմ, միշտ մտքում սա եղել։ Նայեք, այդ Երևանցին չի կարող պատկերացնել կյանքում, երբ որ շատ հաճախ մեր պատգամավոր գործընկերներ հետ խոսում, մեր Աննան Գրիգորյան, որ կապանցի է։ Այսինքն իր աչքի առաջ է այդ ամեն ինչը, որ Աննան ամեն անգամ խոսում է Սյունիք, Կապանում, ներքին հանդի օկուպացիա, ասում Աննա ջան, ասում ես ու դու աչքով ենք տեսել, հասկանում ենք,
բայց Երևանում չեմ ուզում Երևանը քավլիթի նեղացնելու հարց չի, այսինքն բնական է մարդը մինչև իր աչքով չտեսնի ներքին հանդը, որ ամբողջ գյուղը, գյուղի պռունգը օկուպացրած է թուրքի դիրքը վերևն է, մերը ներքևն է, զինվորը 3 ուղղությամբ մեջքի տված պոստա պահում, որտեղ 3 կողմից թշնամու կրակակետերն են, բայց այս վերջերս մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը գնացել է ականջս մի հատ ահավոր բան ծակեց։ Ներքին հանդի բնակչությունները չեմ ուզում նեղացնեմ, չեմ ուզում վիրավորեմ։ Հա, այնտեղ հիմա հսկայական ֆինանսական միջոցներ են տալիս մարզպետը, ջուրեք ուզում էսա, չգիտեմ, արևային ջրի հարցը լուծեցին, իսկ գերեզմանոցի հարցը։ Գերեզմանոց հարցը էդի, որտեղ էդի օկուպացիայից ազատելու հարցը էդի չեն լուծում։ Չեն էլ լուծելու։ Մեկ էլ աչքս ծակեց մի հատ խոսք, ասես պարոն Փաշինյան, 30 տարվա մեջ դու առաջին մարդն ես, որ եկել ես մեր սահմանամերձ գյուղ։ Մեկ էլ ասում, այ Աստված, ախր ասեմ ժողովուրդ, 30 տարվա մեջ մինչև 2020 թվականը ներքին հանդ գյուղը սահմանամերձ եղել է Հայաստանի կենտրոնում ներքին հանդից մինչև Ադրբեջան, այսինքն մինչև որ մի քիչ խորանանք կպարզվեր ներքին հանդել այնուամենայնիվ եկել են ինչ որ մարդիկ, էտել իր բայց եղել է Հայաստանի կենտրոնում, բայց այդ հոգեբանական մանիպուլյացիան ազդում է մարդկանց, հա, էդի սահմանամերձ գյուղ ա եղել այսքան ժամանակ։ Հա։ Ու էտա հիշողությունը ջնջվում է։ Արդեն ոչ մեկ չի հիշում ոնց էր։ Դե որտեվ իրականում Հայաստանում միշտ խնդիր ա եղել ինստիտուցիոնալ հիշողությունը։ Այո։ Լրագրողների մոտ եղել է ինստիտուցիոնալ հիշողության խնդրեմ։ Բոլորի մոտ այդ ինստիտուցիոնալ հիշողությունի խնդիր կա։ Իսկ որ հիմա էլ օրինակ նույն լիքը կայքեր մեկը ջնջվում են, մեկը ինչ որ ներողություն, 1000 ներողություն։ Արցախի պետական հիմնարկները Պրեզիդենտ NKRM-ը այդ ԱԱԾ-ին պետք է հարցնենք։ Այդ ամեն ինչը չքվեց, իսկ դա հսկայական արխիվներ էին։ Լավ, ժողովուրդ, հիմա հարց, երկուսդ էլ հասուն մարդիկ եք, աշխարհ տեսած եք, ուսումնասիրած եք։ Միթե կարելի է այսպես բաները թողնել մարդու անձնական գիտակցության կամ բարոյականության վրա։ Չէ։ Ինստիտուցիոնալ հիշողություն։ Չէ, Արդյոք ինչ գործիք հակազմեր կան, որ եթե ոչ այսօր, ապա ապագայում կարողանանք ներդնել դա եւ սիստեմավորված պահպանվի այդ ինստիտուցիոնալ հիշողությունը, ոչ թե այս կամ այն մարդու գիտակցելուց կամ չգիտակցելուց։ Օրինակ լրագրողները ո՞նց անենք, ինչ է առաջարկում, որ լրագրողները ունենան ինստիտուցիոնալ հիշողություն։ Եթե այդ հարցը լուծենք, մեր երկիրը լրիվ ուրիշ երկիր կլինի։ Այդ դեպքում այս քարի տակի թելած падգամավորների 90%-ը ծպտուն ռիշերանի անը, որովհետև ինքը շատ մասնագիտական բանի մեջ մտանք։ Նայեք, իրականում ես որպես լրատվական ոլորտի մարդ եմ ասում, ինքը մեծագույն խնդիրներից մեկն է, ոչ թե որակ բան, էլի, տարիներ շարունակ եթե հայտնի Հայաստանում ինստիտուցիոնալ հիշողությամբ 2-3 լրագրող ա եղել։ Չեմ ուզում նեղացնեմ որևէ լրագրողի։ Դա կրթական հարց է, դա հազար տեսակ հարց է, շատ գլոբալ հարցի եք ուզում անդրադառնանք այսօր ժամանակը չենք հասցնելու դրան անդրադառնալ։ Ես հավախենամ քննացնենք բոլորին, բայց մի բան ասեմ էլի, եթե մենք ուզում ենք ժամանակին մի հատ շատ հետաքրքիր խոսակցություն եղավ 21 թե 22 թվին էր կարծեմ, մի քանի հոգով քննարկում էինք ընկերներիցս Վահագն Մինասյան, սենց հարց տվեց, լավ ասեց ենթադրենք ազգային իշխանությունը Հայաստանում վերականգնվում է։ Okay։ Հա։ Որն է երաշխիքը, որ եւս մի 10-15 տարուց հերթական մի Նիկոլ, այ փոքրատառով Նիկոլ, հա, որպես երևույթ։ Էլի չի գա չի զավթի իշխանությունը խաղալով ինչ որ դժգոհությունների, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ, ինչ որ ունենալով արտաքին աջակցություններ, արտաքին կամ ինչ որ ներքին ուժերի եւ այլն, էլի չի գա չի զավթի ու ամեն ինչ չի փչացնի ու չի ստիպի 0-ից կամ նույնիսկ 0-ից ցածր բանից սկսել, հա։ Այդտեղից մի հատ քննարկում սկսվեց երկար ահագին խորանալով, հետազոտելով բանով ու մենք եկանք մի բան, որը իրականում
բավականին ակնհայտ է, հասկանալի է, մեզ դրսից շատ են ասում, բայց իրանք ուրիշ մոտիվացիայով են ասում, մեզ պետք է այդ թեկուս հենց այդ ինստիտուցիոնալ հիշողությունը պահպանելու համար ազգային, հա, մեզ պետք է ազգային որոշ ինստիտուտներ, այսօր այդ ձևի ինստիտուտ մնացել է միայն եկեղեցին, բայց բացի եկեղեցուց մենք էլի ինստիտուտների կարիք ունենք, դա ազգային քաղաքացիական հասարակություն, ազգային գիտակրթական համակարգ, ազգային մեդիա, ազգային ասելով ես նկատի ունեմ նաև սուվերեն, որը հենց ազգային շահերն է սպասարկում, այլ ոչ թե արտաքինից ինչ որ այս կամ այն ուժի, այս կամ այն աշխարհաքաղաքական բևեռի, այս կամ այն գրանտ տվողի շահերը։ Ազգային փորձագիտական համայնքի խնդիր մենք ունենք։ Դրանք բոլորը իհարկե հատվում են իրար, այդ քաղաքասարակություն, փորձագետներ, մեդիա եւ այլն, բայց սուպեր կարևոր է։ Հա, ճիշտ է, մեդիան այդ ազգային հիշողությունը պահող բաներից մեկն է։ Հա, ինստիտուտներից մեկն է, որ պետք է պահեր։ Ոչ միայն մեդիան, նաև գիտակրթական համակարգը, նաև այդ փորձագիտական համակարգը։ Հիմա այդ հիշողությունը պահելը, օրինակ իմ համար Facebook-ում մնացել է, որ ես ունեմ մի հատ օրացույց կարևոր բաները գրած տարիների, հա, մի 30 տարվա։ Ես նաև Facebook-ի այդ on this day memories-ն եմ բանանում, մեկ-մեկ ապշում եմ, որ դեռ անցած տարի ինչեր ա եղել, որ մենք լրիվ մոռացել ենք։ Ամիսներ առաջ վեհապարի եղբորը եւ եղբոր որդուն ակնհայտ կլաուզայով ձերբակալել են, կալանավորել են։ Դա արդեն մոռացվել է։ Այդ էջմիածների վաղարշապատի տեսակցությունների վրա էլ արգելք է դրա։ Ահա, խնդրեմ։ Տեսակցությունների արգելքը համարյա չի խոսվում։ Իրանք էլ են քաղբան տարկյալ։ Իրանք կարող է քաղաքականությամբ չեն զբաղվում, բայց վեհապարի վրա ճնշում գործադրելու համար իր եղբորը եւ եղբոր որդուն լրիվ ստեղ սադրելով բանով, հա, սադրանք, հա, նույն սխեման է, որով սադրեցին տղեկին։ Այն օր ազատություն ռադիոկայանով ԿՊ-ի падգամներից մեկի հետ բանավեճ մի պապ միշտ այդ բանավեճերից հետո իմ ամենամեծ քննադատներից մեկը իմ աղջիկս որ մեր հետ չի ապրում արդեն ամենամեծ քննադատը ինքը չի մամաս ամեն անգամ ասա տղա ջան հերիքա ջղարանալ բայց չդիմացավ ասում լսեք այսինքն այդ հանդարտությունը դե ամեն ինչ սահմանադրության շրջանակներում ասում լսեք վեհապարը աղբորն ու աղբոր տղուն ամիսներ շարունակ պահում են մենակ վեհապարին ճնշելու համար ոչ մի ուրիշ բան չի եղել ոչ մի ուրիշ բան չէ բայց կարեն շարունակելով մեկ ազգային հիշողության ինստիտուցիոնալ հիշողության պահապան գործող որպես կառույց հայ առաքելական եկեղեցին է ու անհամես կլեմ ասեմ հայ հեղափոխական դաշնակցության որտեղ շատ հաճախ մեզ երբ որ ասում են վայ դուք պատմությանը շատ եք նայում դուք բանկոտոման ու խանասորի արշավանք հիմա փետրվար 18-ին գալու է փետրվար 18-ը բայց նաև այդպես ասում լավ հունվարի 28-ը լինելու քարին տակի հերոսամարտ 92-ի որի մասին հիշում ենք այդ նույն հիշողության գիծը պահելը որտեվ շատ հաճախ ինձ որ թևաթափ ասում են լավ սրանից հետո հույս ունես մի բան ասում լսեք ասեմ ես պատկանում եմ մի սերնդի որ 88 թվականի փետրվարին երբ որ ազատության թաթերական հրապարակ դուրս էր եկել ակնկալիք չուներ որ կարող ենք ինչ որ արդյունքի հասնել լոկար երազանքը բայց այդ ամեն դեպքը հիշելը քեզ մղում է նոր գործողության Կյանքումս առաջի անգամ ցույցի գնացել եմ փետրվարի 24-ի ցույցներ 1988 թվականի 13 տարեկան էին ժամանակ Չէ, հիմա ավելի շուտ է նայեք այդ նույն ինստիտուցիոնալ հիշողության հարցն է որովհետև այդ վերջերս ազգային ժողովում այդ падգամների մեծ մաս որ այդ թվերին ծնված չեն հիմա այդ ինքնիշխանություն անկախականություն բան ասում լսեք առաջի ցույցը Արցախի հետ կապված եղել է 87 թվականի հոկտեմբերի, եթե չեմ սխալվում, 13-ին էկոլոգիական ցույց եղավ, թռուցիկներ էին բաժանում, հաջորդ շաբաթ օրը Արցախ Ղարաբաղ ցույց է լինելու։ Օպերայից քայլեցինք ՑԿ, այսօր ազգային ժողովի շենքներ, բայց այդ ժամանակ Մոսկվայում ինչ որ կուսակցական մեծ համաժողով էր, մեծ մասը ընդեղ էին։ Հիմնականում համալսարանական ուսանողներին մի քիչ էլ բարձրացանք այդ Բաղրամյանի վրա կատնատան շենքի մոտ մեկ էլ ԿԳԲ-շնիկներն էին ու կոմսոմոլի պաշտոնյաներ էին։
Կաթնատունը ասա էլի, որ նա չգիտեն հիմա։ Այդ Վիսոտնի շենքի այն Շարլոտի կողքի Վիսոտնի որ հարցակվեցին վրաներս, ուրեմն այդ հարցակվողներից մեկը հետո մինչև վերջերս կառավարությունում բարձր է պաշտոններ զբաղեցնում, այն ժամանակ կոնսումել են։ Բայց բանա, հիմա այդ դեպքերը ասենց իրար կողք դնելով է, որ այսօր ես ասում եմ, որ ամեն ինչ կորած չի։ Ամեն ինչ կորած չի։ Քանի կահույս այս դրական նոտայով քանի կահույս հաղորդումը, քանի դեռ ուրիշ ոչ մի թեմայի մեջ չենք շեղվել։ Թույլ տվեք լուսավոր կետով Շատ շեղվեցինք։ Չէ, շատ շեղվեցինք։ Կարևոր էր։ Բայց էլի վերջում պետք է ասել ասել ազատություն։ Այս դրականից քանի չշեղվեցինք, եկեք այս դրականը փայփայենք։ Վերջում էլի պետք է ասենք ազատություն բոլոր քաղաքացիներին։ Այո, ազատություն առողջություն բոլոր քաղաքացիներին, ստամփորձանք։ Աստված առաջ։ Աստված առաջ։ Շնորհակալ եմ բոլոր հետևորդներին մեզ հետ այսքան ժամ մնալու համար, շնորհակալ եմ մեր հյուրին այսօր ժամին գալու եւ մեզ հետ այս զրույցը վարելու համար։ Ձեզ հետ էր Լիլիթ Մանյանը եւ Կարեն Վրթանեսյանը ու Շնորհակալ եմ հրավերության համար։ Պլյուս անտիֆեյքի անձնակազմը, հա, մենք նես չէ էլի որ 3-ով ենք։ Իրականում անտիֆեյքի անձնակազմին հատուկ շնորհակալություն եմ ուզում ասեմ, որովհետև իրենք այս ամիսների ընթացքում զբաղված են 3 պատասխանությամբ։ Մեկ հաղորդումների անտիֆեյքի ղեկավարման գործը ամբողջությամբ իրենց ուսերինն է։ Մեկ իրենց ընկերների փոխարեն այդ ամբողջ աշխատանքը իրականացնում են։ Զուգահեռ, որտեղ ամեն օր տեսնում ես դատարանի առջև փողոցում ակտիվ պայքարում են իրենց ընկերների ազատ արձակման համար։ Ահռելի աշխատանք են կատարում։ Մենք ձեզ սիրում ենք, հպարտանում ենք։ Ինչպես ասում էր Վահան Հովհաննիսյանը, հայրենիքը ձեզ չի մոռանա, բայց նա իր դեպքում ավելի Եթե ինստիտուցիոնալ հիշողությունը պահպանվի։ Դե մի բան էլ ասեմ, շատ պրագմատիկ, Ժորժանով դեռ լսում է, խնդրում եմ այս նյութը շեյր արեք, կիսեք, լայքեք, որովհետև այս աշխատանքի նպատակը այն է, որ հնարավորինս լայնորեն տարածվի։ Ու քանի որ վերջերս կարծես թե էլի ինչ որ սահմանափակումների տակ ակաունթը ու լավ չի տարածվում, շատ մեծ կարևոր օգնություն կլինի տարածելը, լայքելը, մեկնաբանություն գրելը, մի խոսքով։ Մի խոսքով ինչ արել եք միշտ շարունակեք նույն ձև։ Ավելի ակտիվ։ Всё։ Շնորհակալ ենք բոլորին, հաջողություն։ Հաջողություն բոլորին։ Հաջողություն։